Երաշխավորված խաղաղությունը հիմնված չէ կողմերի բարի կամքի վրա, այն ելնում է միջազգային քաղաքականության իրատեսական տրամաբանությունից։ Կայուն խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ գոյություն ունեն դրա ապահովման մեխանիզմներ եւ խախտման համար պատասխանատվության համակարգ։ Խոսքը վերաբերում է պրագմատիկ հարաբերությունների ստեղծմանը միջազգային այն դերակատարների հետ, որոնք շահագրգռված են տարածաշրջանային հավասարակշռության վերականգնմամբ եւ որոնց ռազմավարական շահերը համընկնում են Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման հետ։ Ի պատասխան երաշխավորված խաղաղություն հայեցակարգին սկսել է շրջանառվել այն թեզը, թե Հայաստանի անվտանգության երաշխիքներն արդեն եղել են, սակայն ճակատագրական պահին դրանք չեն աշխատել։ Արդյունքում, ասում են, Հայաստանը պետք է ինքն իրեն դարձնի երաշխավորված խաղաղության երաշխավոր։ Այս փաստարկը պարունակում է հիմքային տրամաբանական սխալ։ Եթե գործող անվտանգության մեխանիզմները անբավարար կամ ոչ արդյունավետ են եղել, դա չի նշանակում ընդհանրապես հրաժարում երաշխիքներից, այլ դրանց վերանայում եւ ինստիտուցիոնալ ամրապնդում։ Երաշխիքներից հրաժարվելը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև ուղղակիորեն խորացնում է ռազմավարական խոցելիությունը։ Պետությունը, որը գտնվում է հարևանների հետ ռազմական եւ ժողովրդագրական դիսբալանսի իրավիճակում, միայնակ չի կարող լինել խաղաղության երաշխավոր։ Միջազգային քաղաքականության մեջ նման նախադեպ գրեթե գոյություն չունի։ Արտաքին պարտավորությունների, պատասխանատվության մեխանիզմների եւ միջազգային վերահսկողության բացակայության դեպքում ցանկացած խաղաղություն վերածվում է ընդամենը ճգնաժամերի միջև ժամանակավոր դադարների։ Բնականաբար այս համակարգի կարևոր բաղադրիչն է մոնիթորինգի եւ երաշխիքների մանդատը, որը կարող է ձևավորվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, սակայն դրա արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն իրավական ձևակերպումներով, այլ նաեւ երաշխավորող պետությունների քաղաքական կամքով եւ նրանց ռազմավարական շահերի համընկնմամբ Հայաստանի հիմնարար շահերի հետ։ Հենց այդ պատճառով հայեցակարգը ենթադրում է դաշնակցային հարաբերությունների վերաիմաստավորում, հռչակագրային պարտավորություններից դեպի չափելի, ձևականացված պատասխանատվության եւ գործնական աջակցության գործիքներ։ Խաղաղությունը չի կարող պահպանվել, եթե չկա խախտման դեպքում գործարկվող պատասխանատվության մեխանիզմ։ Հետևաբար խաղաղության պայմանագիրը պետք է ներառի ավտոմատ քաղաքական եւ տնտեսական հետևանքներ, խախտումների միջազգային քննության պարտադիր ընթացակարգ եւ նախապես համաձայնեցված արձագանքման միջոցներ։ Առանց նման դրույթների ցանկացած համաձայնագիր մնում է խոցելի։ Հատուկ արժե անդրադառնալ երաշխիքների գնի խնդրին։ Ռազմավարական քաղաքականությունում գին միշտ գոյություն ունի, սակայն անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքների բացակայությունը արդեն ունեցել է Հայաստանի համար ծանր հետևանքներ։ Հետևաբար խնդիրն այն չէ գին կա թե ոչ, այլ այն թե արդյոք այն կլինի գիտակցված, հաշվարկված եւ համաչափ ազգային շահերին։ Շատ ավելի վտանգավոր է, երբ երաշխավորված խաղաղության բացակայությունը հանգեցնում է անկանխատեսելի եւ պարտադրված կորուստների։ Անհրաժեշտ է հատուկ ընդգծել, երաշխավորված խաղաղությունը ոչ մի կապ չունի Հայաստանի արտաքին կախվածության հետ։ Դրա ամբողջ իմաստը կայանում է Հայաստանի ռազմավարական նշանակության եւ սուբյեկտության վերականգնման մեջ։ Խոսքը վերաբերում է այն համակարգի ձևավորմանը, որտեղ երկրի անվտանգությունը հիմնված է ոչ թե քաղաքական խոստումների, այլ սեփական կարողությունների զարգացմանը համընթաց շահերի համընկնման, պարտավորությունների հստակեցման եւ արձագանքման իրական մեխանիզմների ներդրման վրա։ Միջազգային հարաբերությունների պատմությունը հստակ ցույց է տալիս, այնտեղ, որտեղ բացակայում են ինստիտուցիոնալ երաշխիքները, ի վերջո գործում է ուժի իրավունքը։ Եթե չկա խաղաղությունը պահպանելու մեխանիզմ, ապա ստեղծվում է պարտադրված խաղաղության իրավիճակ, որտեղ հաղթողը թելադրում է իր պայմանները պարտվողին։ Երաշխավորված խաղաղության այլընտրանքը վերահսկվող անկայունությունն է։ Վերջապես, այսօր Հայաստանի առաջ կանգնած է հիմնարար ընտրություն՝ կամ երկրի անվտանգությունը ինստիտուցիոնալացված է միջազգային երաշխիքների եւ պատասխանատվության մեխանիզմների միջոցով, կամ մեր պետությունը շարունակում է ապրել ուժային ճնշումների տրամաբանության մեջ։ Միջազգային քաղաքականությունում երրորդ տարբերակ պարզապես գոյություն չունի։